Ողջույն իմ բոլոր YouTube-յան ընկերներին, նորից ես եմ եթերում։ Շատերդ ինձ գրում եք հարցերով կապված Եգիպտոսի թռիչքների հետ, դրա համար էլ որոշել եմ նկարել մի փոքրիկ խոլովակ ու մանրամասը բացատրել, ինչ է սպասվում ձեզ թռիչքից մինչև Եգիպտոսի ձեր նախընտրած հյուրանոց հասնելը։ Գնացինք միասին։ Քայլ առաջին, նախ այս տախտակի վրա գտնում եք ձեր թռիչքը, որպեսզի իմանաք, որ պատուհանին պետք է մոտենաք գրանցման համար։ Քայլ երկրորդ, եթե կարիք ունեք, հենց տեղում օդանավակայանում փաթեթավորում եք ձեր ճամպրուկը, արժեքը 2000 դրամ։ Հիմա ես մոտենում եմ իմ գրանցման մուտքին։ Կշռում եմ ճամպրուկը, գրանցվում եմ, ստանում եմ նստեցման կտրոնը ու հանձնում ճամպրուկը։ Հետո անցնում եմ անձնագրային ստուգումն ու անվտանգությունը ու հայտնվում duty free-ում։ Ուրեմն գրանցումը կատարեցի, բագաժը հանձնեցի, անձնագրային ստուգումը անցա, որից հետո duty free միջով հայտնվում ենք օդանավակայանի սպասասրահում, որտեղ պետք է սպասեք ավիատոմսի վրա նշված ձեր գեյտի մոտ մինչև ձեր թռիչքի ժամանակը։ Ես հիմա նստած սպասում եմ իմ թռիչքին, որը ցավոք հետաձգվել է, ժամը 9:05 պակաս պետք է թռիչքը լիներ, հետաձգվել է մինչև 11-ը։ Ավելացնեմ նաև, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանում 6-ը մուտք է, փոքր է, շատ հարմար է, հեշտ է, չվախենաք, չեք կորի, հեշտությամբ կգտնեք ձեր մուտքը։ Ամենակարևորը վերցրեք ձեզ հետ գրիչ, միգրացիոն թերթիկը լրացնելու համար, որը վերցնում եք Եգիպտոսի օդանավակայանում, այնտեղ սովորաբար գրիչ չեն տալիս, իրենք են լրացնում, որի համար հավելյալ գումար են վերցնում։ Լրացնելը բարդ չէ, շատ հեշտ է, ես ցույց կտամ ինչպես են լրացնում։ Ահա այսքանով առաջին փուլը ավարտված է, գրանցում, բագաժի հանձնում, անձնագրային վերահսկողություն։ Իմիջիայլոց թռիչքի ժամից 3 ժամ առաջ պետք է լինեք օդանավակայանում, որպեսզի չուշանաք ձեր գրանցումից։ Հիմա պետք է սպասենք մեր թռիչքին ու վայրէջք կատարենք Եգիպտոսում, որպեսզի շարունակեմ ցույց տալ այնտեղի ամբողջ գործընթացը։ Միգրացիոն թերթիկից մինչև տրանսֆեր, այնպես որ մնացեք ինձ հետ, որպեսզի ամբողջությամբ իմանաք բոլոր քայլերը մեկ առ մեկ։ 2 hours later. Մեր ինքնաթիռը արդեն ժամանեց, ճիշտ է ուշացումով, բայց փառքաստու ժամանեց։ Ժամը 11:01 է, մեր թռիչքի նստեցումը արդեն սկսվել է։ Ժամը 11:20 է, մենք արդեն նստել ենք, տեղը շատ լավ տեղ է։ Երկրորդ շարքում եմ, 4-րդ նստատեղ, շնորհակալություն Անրիվային նման հիասքանչ տեղ ինձ ամրագրելու համար։ Իմիջիայլոց այս շարքում մենակ ես եմ։ 11:48 մենք թռանք։ Մեզ ապահով թռիչք ու ապահով վայրեջք։ 2 hours later. Ժամը 2:10 պակաս մենք արդեն հասանք տեղ։ Սա Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայրն է վերևից։ Այս կողմում կարմիր ծովն է երևում։ Այս էլ եգիպտական անապատները։ Մենք հասանք, արդեն Շարմ էլ-Շեյխում ենք։ Իրան ժամանակով 1:10 պակաս, 2 ժամ մեզանից հետ են։ Թռիչքը տևեց 3.5 ժամ։ Այս ավտոբուսներով գնում ենք դեպի օդանավակայան։ Ահա, հասանք, ես էլ օդանավակայանը։ Այս կողմով մտնում ենք ներս, մնացածը ներսում ցույց կտամ։ Եթե Շարմից ճամփորդում եք Կայրե, Լյուքսոր, ձեզ անհրաժեշտ է վիզա։ Այ վիզան գնում եք այստեղից։
Visa and Banks։ Վիզայի արժեքը $25 է, իսկ եթե գիդերից եք գնում, իրանք թանկ են վաճառում։ Այնպես որ տեղը ցույց տվեցի, այդ տեղից $25-ով ձեր վիզան կգնեք։ Իսկ եթե դուք պլանավորում եք ձեր հանգիստը ու տուրերը միայն Շարմում ու Շարմի շրջակայքում, ապա դուք վիզայի կարիք չունեք, 14 օր Շարմը առանց վիզայի է։ Միգրացիոն քարտը նման տեսք ունի, նոր վերցրեցի, հիմա կլրացնեմ։ Այստեղ թռիչքի համարն է, որտեղից եք գալիս, ազգանուն, անուն, ազգություն, պասպորտի համարը, այստեղ նշում եք նպատակը տուրիզմ ու հետևը գրում եք, այստեղ գրում եք Sinai only, որ առանց վիզա մոտ գործեք։ Գրիչը, ինչպես հիշում եք, ասել եմ, պարտադիր ատրիբուտ է, որովհետև այստեղ գրիչ չեն տալիս, իսկ իրենք վճարովի լրացնում են մարդը $5։ Սա իմ միգրացիոն քարտը ու իմ գրիչը։ Հիմա կլրացնեմ։ Ես լրացրեցի, այստեղ ով որ տուր օպերատորի միջոցով գալիս է, դիմավորողները գոռում են։ Օրինակ ես եկել եմ Անրիվայի միջոցով, հեսա բոլորը գոռում են Անրիվա։ Հետո հիմա գնում ենք այս անձնագրային ստուգում անցնենք ու հետո բագաժը ստանանք ու ամեն մեկս գնանք դեպի մեր տրանսֆերները։ Այս մի տեղը անցանք անձնագրայինը, այստեղ էլ ինչ-որ մի հոգի կանգնած ուղղակի անձնագիր է նայում ու արդեն սրանից հետո գալիս է այս բագաժների սրահ։ Վերջ, այս մարդն էլ նայեց անձնագիրս ու վերջ, հիմա մոտենում ենք այն լենտային, որտեղից պետք է ստանանք մեր բագաժները։ Ներն գտնում եք այս ձև, այս վերևում գրվում է ձեր ավիաընկերության անունը։ Կոնկրետ մերը Air Cairo-ն է, նշանակում է մենք մեր ճամպրուկները ստանում ենք այստեղից։ Այս տղեն, որ կանգնած է, այս ծառայությունից չօգտվեք, որովհետև իրանք չեն ասում նախապես, բայց սա անվճար չի, վճարովի է։ Հետո դնում եք, տես ինքը առանց հարցնել են մարդու պայուսակները դնում է, հետո էլ կասի փող տուր։ Մեր լենտան աշխատեց, մեր բագաժները եկան։ Այս էլ իմ ճամպրուկը, բարով խերով եկավ, հասավ տեղ։ Իրերս ստացանք, հիմա այստեղ իրերի ստուգումը, վերջի ստուգումն է, ապարատների մեջ ենք դնում ու դուրս են գալիս օդանավակայանից, դրսում մեզ կդիմավորեն, ամեն մեկից մեր տրանսֆերի համարը կասեն ավտոբուսի։ Օդանավակայանից դուրս գալուց այս հենց մանգո մարկետի գովազներ են բաժանում, տարբեր թաղամասերում Շարմ էլ-Շեյխի կա, բայց մանգո մարկետը մի քիչ թանգաբազար է, ավելի մատչելի գներով ու իմ սիրած սուպերմարկետը դա ֆիքս պրայսն է, որը գտնվում է Նահամաբեյում։ Նահամաբեյում 2 ֆիքս պրայս կա։ Վերջ, մենք դուրս եկանք ու սենց մարդիկ այստեղ դիմավորում են։ Այստեղ այս թղթերի վրա սենց կարա գնայեք Անրիվա, տես հենա գորում է Անրիվա, այս մեկը Անրիվայի դիմավորողն է ու ինքը արդեն ըստ ձեր հյուրանոցի ասում է, որ համարի ավտոբուսը նստեք։ Ավտոբուսները, այ, այստեղ են կանգնում տրանսֆերները։ Այս էլ մեզ դիմավորող ավտոբուսները։ Իրանց վրա այստեղ համարներ կա ու գրվում է Անրիվա։ Տեսնում եք հեսա, Անրիվա 83, սա իմ համարն է։ Այս դիմավորող տրանսֆերի վարորդներ օգնեց ինձ բագաժը դրեցի տեղը ու ես բարձրանում եմ նստեմ մինչև մյուս տուրիստներն գան ու շարժվենք։ Այս գիդն է, նորից ճշտում է, հերթով կարդում է անունները հյուրանոցներով, որ տեսնի մարդիկ ճիշտ են նստել, թե չէ։ Ինքը հիմա ճանապարհին կասի, որ հյուրանոցում վաղը ժամը քանիսին է գիդի հետ հանդիպումը, բայց ինքը չի հանդիպում, արդեն այն ժամանակ ուրիշ գիդ է հանդիպողը։ Вас будет собрание из ваших отельных гидов сегодня точно 18:30. 6:30 вечером. Меня зовут ваш Хусам. Хусам Юсуф. И сегодня 6
Супер совершенно. Իմ գիդի անունը Խուսամը այսօր 6-ից կեսա հանդիպումը։ Մենք արդեն մոտենում ենք Նահամաբեին, առաջինը իմ հյուրանոցն է։ Այստեղ հեսա Charm Holiday Resort։ Հասա։ Քանի որ ուշ ենք հասել, բրասլետները միանգամից ամրացնում են, ասում են իջեք ճաշեք, ճաշի ժամը, հետո կգանք, սենյակը կտան, կտեղավորվենք ու վերջ։ Egyptian all inclusive։ Ընդունարանում ես ձև թերթիկ են տալիս, որ լրացնեք ու ձեր սենյակը պատրաստ է, տալիս են նաև Wi-Fi-ի կոդը։ Իմ սենյակը տվեցին, հիմա ինձ ուղեկցում են դեպի իմ սենյակ։ Այս կողմում ճաշարանն է։ Այս էլ իմ ուղեկցողն է։ Դե ինձ սիրելի ընկերներ, այսքանով ավարտում եմ իմ այսօրվա վլոգը, որով ես ցույց տվեցի բոլոր քայլերը ճամփորդողների համար, սկսած մեր օդանավակայանից մինչև Եգիպտոս հյուրանոցում տեղավորվելը։ Հուսով եմ ամեն ինչ պարզ էր, հասկանալի, եթե ինչ-որ մի բան չեք հասկացել, գրեք մեկնաբանություններում, մեծ սիրով կպատասխանեմ։ Ես տեղավորվեցի, հիմա դուրս եմ եկել երեկոյան զբոսանքի Շարմ էլ Շեյխում։ Իմ հյուրանոցը գտնվում է այս հայտնի Genena City առևտրի կենտրոնի կողքին։ Ես մտնեմ տեսնեմ ինչ կա այս առևտրի կենտրոնում, իսկ ձեզանից էլ like, comment, subscribe, շուտով նոր վլոգ, նոր մթնոլորտ։ Մինչ նոր հանդիպում, bye bye։